Գլխավոր դատախազությունը դեռևս 2023 թվականի հոկտեմբերի 9-ին հայցադիմում է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան Ռոբերտ Քոչարյանից եւ իր հետ փոխկապակցված անձանցից, ընտանիքի անդամներից, կնոջից, զավակներից, նրանց ամուսիններից, հօգուտ Հայաստանի Հանրապետության ապօրինի համարվող գույք, դրամական միջոցներ, շարժական եւ անշարժ գույքեր, ընկերություններում մասնակցություններ ու բաժնետոմսեր բռնագանձելու պահանջով Ազգային ժողովում նախորդ տարվա գործունեության հաշվետվության ներկայացման ընթացքում Քոչարյաններից բռնագանձման ենթակա գույքին անդրադարձավ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Պատասխանողներ Ռոբերտ եւ Բելլա Քոչարյաններից, Սեթրակ Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից, Լևոն եւ Սիրանուշ Քոչարյաններից, Գանե Քոչարյանից եւ Վիգեն Չատինյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ապօրինի ցակում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, իրավաբանական անձանցից են Nairi Insurance, Toyota Երևան ընկերությունը, Target Group-ը եւ մի շարք այլ ընկերություններ, ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլիի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Այս գործն արդեն դատարանում է Քոչարյանների փաստաբաններից Արամ Օրբելյանը վերջերս հրավիրված քննարկման ընթացքում հայտարարեց, թե անկախ սահմանադրական դատարանի որոշումից Քոչարյանների գույքը ենթակա չէ բռնագանձման։ Ռոբերտ Քոչարյանի եւ ընտանիքի անդամների գույքերը չէին կարող բռնագանձվել, որովհետեւ արկա է բոլոր հիմնավորումները։ Այդ դատական էթփուլին չեն կանցել։ Եվ ես գտնում եմ, որ անկախ նրանից, որ իր մոտ արկա է բոլոր հիմնավորումները, որևէ անձ ներառյալ Ռոբերտ Քոչարյանը եւ ընտանիքը պարտավոր չի դատական գործընթաց անցնի եւ ապացուցի իր կյանքի ընթացքում ձեռբերված գույքի օրինականությունը կամ ապօրինությունը, եթե մենք չենք որոշում ընդունում ոչ թե ինչ-որ sense ընտրովի process իրականացնել, այլ ինչ-որ գործընթաց չի տեղի ունենում, ընդհանրական ամբողջ ազգի բոլոր մարդկանց առանց քրեական գործի, առանց ոչ մի բանի, ինչ-որ մի հատ օբյեկտիվ ստանդարտով պայմանական անունը դնեմ փաստաթղթավորում եք ուզում անունը դրեք, ուզում եք ամնիստիա դրեք, ուզում եք օրինականացում դրեք, ինչ ուզում եք դրեք, այսինքն մի հատ process, որը բավականին խնդրահարույց է, բոլոր երկրները ով որ դա արել են, ունեցել են կորուստներ, ոչ թե աճ։ Հիշեցնենք, խորհրդարանական ընդդիմադիր Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունների պատգամավորներն էին դիմել սահմանադրական դատարան ապօրինի գույքի բռնագանձման օրենքը սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով։ Դատարանը սակայն օրենքը ըստ էության սահմանադրությանը հակասող չճանաչեց եւ տվեց հստակություններ, մեկնաբանություններ, նշելով, որ բռնագանձման ենթակա գույքը պետք է պաշտոնատար անձը ձեռք բերած լինի պաշտոնը ստանձնելուց հետո, նաեւ պետք է առնչություն ունենա հանցագործության հետ։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը օրենքը որակեց որպես ժողովրդավարական եւ իրավական պետության պահպանման կայուն սկզբունքներից մեկը։ Կարևոր է, որ սահմանադրական դատարանը հստակ դիրքորոշում արտահայտել, որ դա սեփականության իրավունքով չի կարող պաշտպանված լինել։ Այսինքն իրավունքը պետք է երաշխավորված լինի, սեփականության իրավունքը պետք է երաշխավորված լինի այդ սեփականության ձեռքբերման օրինականությամբ։ Եվ ես հասկանում եմ, որ ամեն ջանք գործադրում են, որպեսզի այդ գույքը մնա անձեռ մխելի եւ ամբողջ պայքարը ըստ էության դրա համար է, բայց կարծում եմ, որ եվրոպական անգամ եթե դատարանի դողարկում միևնույն է որևէ արդյունքի չեն հասնելու։ Այստեղ կարևոր է ընդհանրակարգային նորմերի պաշտպանությունը, այսինքն այն հարցադրումները, որոնք ներկայացնում են գույքի տիրապետողին դրանց օրինականությունը հաստատող փաստաթղթերի առումով դինեն պատշաճ։ Չնայած գործերի քննության ժամկետների ցկցկմանը պետք է արձանագրել, որ դատարանում քննվող գործերը շատ մեծ ծավալների են, իսկ համեմատաբար փոքր գործերով արդեն կան դատարանների որոշումներ, նաև համաձայնություններ, որոնցով արդեն իսկ որոշ գույքեր բռնագանձվել են։ Սահմանադրական դատարանի վերջին որոշումից հետո ընդդիմադիր պատգամավորների հռետորաբանությունն ավելի ագրեսիվ է դարձել, իսկ իշխանության ներկայացուցիչների մոտ վստահություն է ավելացել, որ բռնագանձման ենթակա գույքերը ի վերջո կբռնագանձվեն։ Ամենօրյա ռեժիմով հակակոռուպցիոն դատարանը վճիռներ է կայացնում ապօրինի գույքի բռնագանձման։ Ամենօրյա ռեժիմով, ու սա այլևս անդառնալի է ձեր համար։ Քանի որ ձեր վերջին փորձը ապօրինի գույքը պահելու, ձեր վերջին մարտը հանուն ապօրինի գույքի սահմանադրական դատարանում դուք ուղղակի տանուլ տվեցիք։ Դա կարելի է ասել ձեր վաթերլոն էր։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։